Այսօր միայն օրվա ավարտին Ռանոյլը սկսեց ադրբեջանական բենզինի վաճառքը։ Մեգատրեյդ ընկերության տնօրեն Կարեն Հայրյանն Ազատությանը փոխանցեց, որ արդեն իսկ Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում Երևանի Ռանոյլի բոլոր բենզալցակայաններում ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով, այսինքն նախապես հայտարարված 440-ից ավելի էժան։ Սկզբում մենք նախնական գին էինք հնչեցրել, բայց հաշվարկներից հետո հնարավորություն եղավ բենզինի գինը սահմանել 430 դրամ, ասաց Մեգատրեյդի տնօրենը, վստահեցնելով, որ վաճառքը միայն երեկոյան են սկսել զուտ կազմակերպչական հարցերով պայմանավորված։ Պնդեց, որևէ մտավախություն չունեն ադրբեջանական բենզինի վաճառքի հետ կապված, եթե ունենային 11 վագոն վառելիք չէին գնի։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդ ընկերությունը Ադրբեջանից շուրջ 600 տոննա վառելիք է գնել, որը դեռ 4 օր առաջ ներկրել էր Հայաստան։ Մոտավորապես այդ քանակությամբ ադրբեջանական վառելիք գնել է հայաստանյան ևս մեկ ընկերություն, որը սակայն մինչև օրս գաղտնի է պահում իր ով լինելը։ Թե ինչով է պայմանավորված այդ զգուշավորությունը դժվար է ասել։ Սակայն այսօր Ռանոյլի բենզալցականից օգտվող վարորդների մեծ մասը տեսախցիկի առջև պնդում էր, որ թեկուզ եւ էժան, բայց ադրբեջանական ծագման վառելիք չեն գնի, այլ բան է, որ գնելիս չեն կարող պարզել վառելիքի ծագումը։ Գնեք ադրբեջանական բենզին 440 դրամ պրեմիում տեսակի։ Ոչ։ Չու։ Դենց եմ ուզում։ Չեմ ուզում։ Որն է պատճառը։ Անունը արդեն։ Որ ադրբեջանական է։ Այո։ Կարծում եք այդ շնամանքը թույլ չի տալիս, այո, որ։ Չէ, ուղղակի տենց եմ ուզում։ Իսկ այդ գինը, որ ցածր է, չի ստիպի վարորդներին առնել։ Իսկ թվում է ստիպելու է վառնեն։ Մարչելի տարբերակ են միշտ ման գալի, չէ։ Բայց դուք չեք գայթակղվի։ Չէ, հաստատ չէ։ Չենք զարմանում։ Ադրբեջանական բենզին։ Չէ։ Ինչու։ Որտեղ ադրբեջանական է։ Գնեք ադրբեջանական բենզին։ Բնականաբար ոչ։ Ինչու։ Ես եմ թշնամանքը կա էլի դեռ։ Գուցե որ գերիներ ունենք, մեր օկուպացված են տարածքները։ Ես էլ եմ մասնակից եղել պատերազմին, դրա համար իմ մեջ ավելի շատ է այդ թշնամանքը։ Կարող է ուրիշ մարդիկ հիմիկվանից էլ գնեն, էլի համանան ժամանակն է։ Որ պատերազմին եք մասնակից։ 44 օրի։ Ու բացի դրանից էլ թշնամանքը դարերով եկել է։ Կանցնի ժամանակ միգուցեև նորմալ ապրեն իրար հետ, բայց հիմա ոչ։ Ինչքան ժամանակ կստեց ձեզ պետք է անցնել։ Դարեր։ Եթե ուրիշտեղ վաճառեն, ինչ եմ իմանալու, ադրբեջանականա թե Դրածարինելու 440։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, չէ։ Մարդիկ ասում են, քանի գերիներ ունենք, մեր տարածքները օկուպացրել են, չարժի գնել։ Որ չառնե գերիներին հետ են տալու։ Հա? Եթե գերիներին հետ տան չառնելով, թող չեն կառնի։ Մեր հողերը հետ կբերեն չառնել առնելով։ Նա ասեք, այդ չգիտեմ։ Ճիշտ է առևտուր անել։ Ես չեմ իմանում ճիշտը որն է, հիմա որ էտա, ինչ անես։ Հարաբերությունները պետք է կարգավորել, առևտուր անել։ Եթե ժամանակ անցնի, ինչի ոչ, Ադրբեջանը կկորի, եթե չկարգավորես հարաբերությունները։ Նույն տեղում ինքը մնալու է, այսինքն ինչ անենք։ Կառնեիք ադրբեջանական։ Արա հիմա ասեմ, ոչ, եթե ադրբեջանականա չկա այդպես բան, բայց դե այդ հարցը տվեք նրանց, ովքեր բերում են, եք ինձ տալիս։ Իմ համար ստեղ լցելու ճիշտ տարբերություն ինչ եմ լցում։ Ես ինչ իմանամ ինչականա, չեմ էլ հարցնում ինչքանա, մտել եմ լցում եմ ինչականա, ինչ չի։ Ես վռազ եմ, լցում եմ, գնում եմ։ Մինչ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, ընդդիմադիր գործիչները կոչ են անում ադրբեջանական բանտերում 23 հայ գերիների եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի պարագայում բոյկոտել ադրբեջանական բենզինը, չհարստացնել Ադրբեջանին եւ այդ կերպ չզինել ադրբեջանական բանակը։ Կոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն 1 լիտր բենզինը, մենք բոյկոտենք դա, որովհետեւ վերջին հաշվով լավ պատերազմում պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է։ Ադրբեջանական բենզինի շուրջ բորբոքվող գրքերի ֆոնին այսօր Facebook-յան ֆեյք օգտատերերից մեկը տեղեկություն տարածեց, թե Ռանոյլի Վանաձորի բենզալցակայանում վիճաբանություն է եղել ադրբեջանական վառելիքի թեմայի շուրջ եւ իբրև թե անհետ կորած զինծառայողի եղբոր եւ բենզալցակայանի աշխատողների միջև վեճի հետևանքով վնասվել են լիցքավորման սարքերը։ Մեգատրեյդից հերքեցին այս տեղեկությունը, ոստիկանությունից էլ Ազատությանը փոխանցեցին, որ ոչ նման դեպք կա, ոչ էլ ահազանգ։